Հարսնաձորի լեգենդը սերիալում լարվածությունը բառացիորեն հասել է պայթյունի կետի, նկարահանումները շարունակվում են, բայց արդեն պարզ է պատմությունը գնում է դեպի մեծ հանգուցալուծում։ Այն բոլոր գաղտնիքները, որոնք ամիսներ շարունակ շերտ առ շերտ թաքցվում էին, հիմա պատրաստ են բացահայտվելու։ Մեկ շաբաթից Նարեի ու Արմոյի հարսանիքն է, ամսաթիվը որոշված է։ Բայց այդ հարսանիքը ոչ թե սիրո, այլ վախի, հաշվարկի ու մանիպուլյացիաների արդյունք է։ Նարեն ներսից կոտրված է, բայց շարունակում է խաղալ իր դերը, համոզելով բոլորին, թե իր որոշումը գիտակցված է։ Իրականում նա փորձում է փրկել Հայկին և կանխել նոր արյունահեղությունը։ Արմոն արդեն իրեն հաղթող է զգում, նա վստահ է, որ կարողացել է բոլորին վերահսկել։ Սոնան շոկի մեջ է Վռամի վերաբերյալ կասկածներով։ Վռամին կասկածի ու զայրույթի մեջ է գցել Հայկին, անորոշության մեջ պահելով, իսկ Նարեին պարտադրանքի տակ դնելով, բայց հենց այդ գերհավատն է, որ կարող է դառնալ նրա ամենամեծ սխալը։ Ամենամեծ շրջադարձը, որը կարծես արդեն մոտ է, Վարոյի սպանության ճշմարտությունն է։ Շատ նշաններ մատնանշում են, որ հենց Արմոն է կանգնած այդ սպանության հետևում։ Եթե դա հաստատվի, դա կլինի առաջին կաթիլը, որից հետո ամբողջ կծիկը կսկսի քանդվել։ Վարոյի մահը պատահական չի եղել, և եթե բացահայտվի, որ այն ծրագրված քայլ էր ճանապարհը մաքրելու կամ ինչ-որ մեկին լռեցնելու համար, ապա պարզ կդառնա, որ Արմոն շատ ավելի վտանգավոր է, քան թվում էր։ Սաքոն դեռ լուռ է, նրա լռությունը շարունակում է մնալ ամենախորհրդավոր հանգամանքը։ Նա գիտի ավելին, քան ասում է, և հնարավոր է հենց նա է այն մարդը, ով վերջին պահին կասի ճշմարտությունը կամ հակառակը նոր խարդավանք կկազմակերպի։ Հարսանիքի օրը խոստանում է լինել ճակատագրական, կարող է հնչել այն խոսքը, որը կկասեցնի արարողությունը, կարող է հայտնվել ապացույց, վկա կամ անսպասելի խոստովանություն, հնարավոր է նաև, որ հենց հարսանիքի պահին բացահայտվի Վարոյի սպանության իրական պատմությունը բոլորի ներկայությամբ։ Այդ դեպքում ոչ միայն հարսանիքը չի կայանա, այլ բոլորը կցնցվեն։ Նարեն կանգնած է ամենաբարդ ընտրության առաջ։ Եթե ճշմարտությունը բացահայտվի, նա վերջապես կազատվի Արմոյի ճնշումից, բայց այդ ազատությունը կարող է շատ թանկ արժենալ, իսկ եթե կրկին ամեն ինչ թաքցվի, ապա վտանգը միայն կխորանա։ Մի բան արդեն ակնհայտ է՝ Հարսնաձորի լեգենդը գնում է դեպի մեծ պայթյուն։ Առաջիկա սերիաներում սպասվում են բացահայտումներ, դավաճանություններ, հնարավոր ձերբակալություններ և հարաբերությունների վերջնական փլուզումներ։ Կկայանա արդյոք Նարեի ու Արմոյի հարսանիքը, թե հենց հարսանիքի օրը կդառնա ամենամեծ սկանդալի օրը, ժամանակը ցույց կտա, բայց միանշանակ է՝ ամեն ինչ այլևս երբեք նույնը չի լինելու։ Հարսնաձորի լեգենդը շարունակում է մնալ այն սերիալը, որտեղ յուրաքանչյուր դրվագ նոր հարված է հանդիսատեսի զգացմունքներին։ Պատմությունը հասել է այն կետին, որտեղ հերոսները կանգնած են իրենց կյանքի ամենաբարդ ընտրության առաջ, իսկ անցյալի գաղտնիքները մեկը մյուսի հետևից սկսում են ճակ տալ։ Նարեի կերպարը շարունակում է մնալ սերիալի ամենախորքային և ամենացավոտ գիծը։ Նա զոհում է սեփական երջանկությունը, փորձելով պաշտպանել Հայկին։ Նրա լռությունը, նրա կտրուկ որոշումները մատանին վերադարձնելու տեսարանը ցույց տվեցին, թե որքան ծանր բեռ է նա կրում իր ներսում։ Նա գիտի, որ եթե Արմոյին հակառակվի, կարող է վտանգի տակ դնել ոչ միայն Հայկին, այլև մյուսներին։ Այդ պատճառով էլ պատրաստ է գնալ մինչև վերջ, եթե դա նշանակում է ամուսնանալ մի մարդու հետ, ում չի սիրում։ Հայկի ներքին պայքարը նույնպես գնալով խորանում է։ Նա չի հավատում, որ Նարեն կարող էր մի քանի օրում փոխվել։ Նրա համար ամեն ինչ անտրամաբանական է թվում, բայց հենց այդ անտրամաբանությունը ստիպում է նրան կասկածել, որ ինչ-որ բան թաքցվում է։ Հայկն հիմա կանգնած է ճշմարտության բացահայտման շեմին։ Եթե նա սկսի հետաքննել Վարոյի մահը, շուտով կհասնի այն թելին, որը տանում է դեպի Արմո։ Վարոյի մահը դեռ մնում է պատմության ամենախորհրդավոր ու մռայլ հատվածներից մեկը։ Շատ բան հուշում է, որ Արմոն ինքն իր վրա ձեռք չի բարձրացրել, այլ հակառակը, իսկ եթե պարզվի, որ Արմոն է կանգնած դրա հետևում, ապա դա կլինի այն պայթյունը, որը կքանդի նրանց կառուցած ամբողջ Սարդոստայնը։ Նա արդեն փորձում է կասկած սերմանել Վռամի ու մյուսների միջև, բայց որքան շատ է խոսում, այնքան ավելի է խճճվում։ Սոնայի և Վռամի գիծն էլ է լարված։ Վռամը ներսից կոտրված է Վարոյի կորստից և անվերջ մեղադրանքներից։ Սոնան շոկի մեջ է Արմոյի խոսքերից, բայց նա սկսում է հասկանալ, որ Արմոն մարդկանց իրար դեմ է հանում։ Հենց Սոնան կարող է դառնալ այն մարդը, ով կփորձի միավորել ճշմարտության
կտորները, Սակոյի լռությունը շարունակում է մնալ սերիալի ամենավտանգավոր հանգույցներից մեկը։ Նա կարող է ցանկացած պահի շրջել խաղի կանոնները, իսկ Գաբոյի ընտանիքի սպանության հարցը դեռ բաց է մնում։ Այդ թեման կարծես միտումնավոր պահվում է վերջնական փուլին, որպես վերջին հարված։ Առաջիկա դրվագներում սպասվում է իրական բախում։ Հարսանիքի օրը կարող է դառնալ ոչ թե նոր կյանքի սկիզբ, այլ մեծ բացահայտման սկիզբ։ Մի փաստ կամ մեկ սխալ քայլ կարող է ամբողջ ճշմարտությունը դուրս բերել լույսի տակ։ Հարսնաձորի լեգենդն այժմ ոչ միայն սիրո պատմություն է, այլ նաև արդարության, վրեժի, ընտանեկան կապերի և զոհաբերության մասին դրամա։ Ամեն կերպար իր ճակատագրի սահմանագծին է կանգնած, և ամենամեծ հարցը մնում է բաց՝ ով առաջինը կասի ճշմարտությունը և ինչ գնով։